Հետևեք այս հեշտ միջոցին եւ կարող եք պատրաստել ձեր դեմքի մաշկի համար առողջարար ու մաքրող դիմակ։ Անհրաժեշտ է մի փոքր գթալ սոդա եւ 4 փոքր գթալ լիմոնի հյութ։ Բաղադրության նյութերը խառնել ու թողել 10 րոպե, որից հետո կարող եք ձեր դեմքի մաքուր մաշկի վրա քսել եւ թողել 20 րոպե, ապա դեմքը լվալ գոլ ջրով։ Սա կարող եք անել մեկ անգամ ամեն շաբաթ։ Զգայուն դեմքի մաշկ ունեցողները կարող են լիմոնի հյութի քանակը նվազեցնել, այսինքն մի գթալ սոդայի հետ խառնել 4 գթալ սովորական ջուր եւ մի քանի կաթիլ լիմոնի հյութ։ Ընկրկնելի սպիտակեցնող դիմակ։ Տնային այս բարձ միջոցը կարտոֆիլով դիմակը կսպիտակեցնի մաշկը։ Կարտոֆիլը թարմացնում է մաշկը, նեղացնում ծակոտիները եւ կանխում պզուկների առաջացումը։ Առաջարկում ենք մի քանի բաղադրիչներով դիմակներ։ Առաջին՝ կարտոֆիլի դիմակ լիմոնի հյութով։ Քերիչի միջոցով անցկացրեք կարտոֆիլը, հյութը քամեք, ավելացրեք 1 ճաշի գթալ լիմոնի հյութ, դիմակը պահեք 15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով։ Երկրորդ՝ կարտոֆիլի դիմակ գազարի հյութով։ Այս դիմակի պատրաստման ձևը նախորդի նման է։ Քերել կարտոֆիլը, քամել հյութը, ավելացնել գազարի հյութ եւ դեմքին քսել։ Խառնուրդը քսել դեմքին եւ պահել 25 րոպե։ Լվանալ սառը ջրով։ Այս միջոցը ոչ միայն արդյունավետ սպիտակեցնում է, այլև գերազանց ամրացնում մաշկը։ Երրորդ՝ կարտոֆիլի դիմակ սոխի հյութով։ Եթե ցանկանում եք դեմքից հեռացնել պիգմենտային բծերը, ապա այս դիմակը ձեզ համար է։ Այս դեպքում եւս կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամել հյութը, ավելացնել միջին կես սոխի քամած հեղուկ։ Խառնուրդը քսել դեմքին եւ պահել 10 րոպե։ Դեմքը լվանալ տաք ջրով։